Մեր թշնամիները պարտվում են, իսկ Ամերիկան հաղթում, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Մեր գրանցած առաջընթացի շնորհիվ մոտ ենք ռազմական բոլոր նպատակների իրականացմանը։ Առաջիկա 2-3 շաբաթներին պատրաստվում ենք չափազանց ուժեղ հարված հասցնել եւ իրանցիներին վերադարձնել իրենց հոգեհարազատ քարի դար, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Թրամփը նաև առաջարկել է Իրանի գլխատմանը մասնակցելուն հրաժարված երկրներին վառելիք ձեռք բերելու համար առաջին հերթին նավթ գնել Միացյալ Նահանգներից, երկրորդ հերթին համարձակություն ցուցաբերել ու գնալ Հորմուզի նեղուց եւ գրավել այն։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը բաց նամակով դիմել է ամերիկացիներին, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա ասել է, որ Իրանի ժողովուրդը թշնամանք չի տածում այլ ազգերի, այդ թվում Միացյալ Նահանգների, Եվրոպայի կամ հարևան պետությունների ժողովուրդների նկատմամբ։ Իրանի գործողությունը չափված պատասխան է, որը հիմնված է օրինական ինքնապաշտպանության վրա, այն պատերազմի կամ ագրեսիայի սկիզբ չէ։ Իսկ Միացյալ Նահանգների հարձակումները Իրանի ենթակառուցվածքների վրա Փեզեշքյանը որակել է Իրանի ժողովրդի դեմ ուղղված ռազմական հանցագործություններ։ Թրամփն էլ հայտարարել է, որ ամերիկյան ինքնաթիռի կործանումը չի ազդի Իրանի հետ բանակցությունների վրա։ Ոչ ամենևին, մենք պատերազմի մեջ ենք, ասել է նա NBC-ին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե ցանկանում են Ռուսաստանը լինի միջնորդ Իրանի շուրջ գործընթացը կարգավորելու հարցում, Մոսկվան պատրաստ է ստանձնել այդ դերը։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը Վլադիմիր Զելենսկիին չի առևանգի այնպես, ինչպես Ամերիկան Նիկոլաս Մադուրոին։ Դա մեր ոճը չէ, մենք մեզ հարգող ու աշխարհում հարգված երկիր ենք։ Եթե գործենք նման մեթոդներով, կկորցնենք հարգանքը մեր նկատմամբ, ասել է Մատվիենկոն։ Իրանական ԱԹՍ-ն Քուվեյթում ոչնչացրել է ամերիկյան CH-47 Chinook ուղղաթիռ։ Թել Ավիվը գիշերվա ընթացքում ենթարկվել է հարձակման։ Արտակարգ իրավիճակ է Չինաստանի Գիյանգ քաղաքում, կարկուտը կաթվածահար է արել քաղաքը։ Մարդկային առաքելություն դեպի լուսին, կես դար անց։ Մեկնարկել է երբևէ իրականացված ամենաերկար տիեզերական ճանապարհորդությունը։ Հրթիռը տիեզերք է ուղարկվել Ֆլորիդա նահանգի կանավերալ Հրվանդանից։ Արտեմիս երկրորդի անձնակազմը երկրի ուղեծրի շուրջը կկատարի 10-օրյա առաքելություն։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։